Իմունիտետ հաղորդաշարին հյուրընկալվել էր երգիչ դերասանուհի Իննա Կարապետյանը, Star News-ը հետևեց զրույցին։ Իննան հավատացել է, որ լավ ընտանիքներ լինում են, եւ ինքը դեռ կունենա այդ ընտանիքը։ Սակայն աշխատելով այժմ նաեւ ակումբներում հիասթափված է։ Ակումբը աչքերը շատ ա բացել։ Ես այնպիսի բաներ եմ տեսել։ Այնպիսի ամուսիններ եմ տեսել, ովքեր ընտանիքի ներսում այնքան լավն են։ Բայց ակումբի մշտական հաճախորդներ են տարբեր մարդկանց հետ։ Էդ ընտանիքի գաղափարը իմ աչքի առաջ փշրվել ա։ Իրանք են փշրել, իմ ամուսնալուծությունը չէ։ Ես նույնիսկ տեսել եմ ինձ հարազատ մարդկանց, որ չէի ուզի տեսնել այդ կարգավիճակում։ Ըստ հաղորդավարուհու Ռոզի Ավետիսովայի, ակումբի հանդիսատես երբեմն լինում են շատ անկիրթ եւ շատ անգամ էմոցիոնալ մարդիկ։ Ինչպես է Իննան պահում կոմունիկացիան եւ եթե խնդիրներ են լինում, ինչպես է լուծում տալիս։ Ինձանից շատ երկար ժամանակ ա պահանջվել։ Հիմա ես դա անում եմ իմ կեցվածքով, բեմում իմ պահվածքով եւ երգացանկով։ Շատ կարեւոր ա թե ինչ ես երգում։ Էն ինչ ես երգում եմ, դա կսիրեն եւ կլսեն միջինից բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ։ Ըստ դրա, կոպիտ ասած, կարողանում եմ վաճառել իմ պրոդուկտը։ Ես ինչ տալիս եմ, դա էլ ստանում եմ։ Հաղորդման ընթացքում խոսեց նաև մայրիկի Դինա Ակոպովնայի մասին։ Ես միշտ համակարծիք չեմ նրա շատ տաք լինելու հետ։ Ինքը շատ ա տալիս, ինքը ամեն ինչի մեջ ա շատ։ Շատ ա սիրում, շատ ա ջղայնանում, շատ ա վիրավորվում։ Այդ ամեն ինչի հետևանքները ես եմ կրում։ Ես եմ իրան սփոփում, բայց ամեն անգամ ինչքան կարելի ա։ Կարող եմ դրա պատասխանները ես չտամ։ Star News-ը սիրով այս հարցազրույցից առանձնացրել էր այսքանը։ Գրում ինձ, թե ես եմ գրում իմ հարազատին, ինքս էլ չգիտեմ։ Ձմեռ ու ամառ, աշուն ու գարուն, իսկ ուր է տարվա մեր եղանակը, այն 5-րդը։ Նա է գրում ինձ, թե ես եմ գրում իմ հարազատին, ինքս էլ չգիտեմ։ Դու նկատել ես, ձմեռ ժամանակ անհնարին է անցնել Անտառի ծանոթ տեղով, որով անցնում ես ամռանօրերին։ Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ ոստու ճյուղերը փակում են ճամփատ։ Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին ճանկրում են դեմքդ, աչքից սպառնում։ Ես քայլում եի աղջամուղջի մեջ ու քայլում էի մտածիր։ Մտածիր արդյոք մտամփոփ արդյոք միթե նույնը չէ։ Ու ես հասկացա, որ երբ հուզված ենք, մենք թաքցնում ենք մեր խեղճ ձեռքերը։ Երբ անվստահ ենք, մենք թաքցնում ենք մեր խեղճ ոտքերը։ Իսկ երբ են թաքցնում մարդիկ դեմքը։ Գուցե ամոթից։ Ես չեմ ամաչում իմ սիրո համար։ Գուցե կարոտից։ Ես ուզում եմ տեսնել քեզ բաց աչքով։ Գուցե ճանկրող ճյուղերից այս չար, գուցե այս ցրտից, որ ճկում է ինձ ու ստիպում է կուչ գալ խեղճորեն։ Կուչ գալ եմ ուզում քո թևերի տակ։ Նա է ավարտում, թե ես նրա տեղ, ինքս էլ չգիտեմ։ Իմ այս հարցերին մի պատասխանիր, բայց պատասխանիր լոկի մեկ հարցի։ Գարունը անցավ, ես քեզ չտեսա։ Ամառը անցավ, ես քեզ չտեսա։ Աշունը անցավ, չտեսա ես քեզ, ձմեռն էլ կանցնի, չեմ տեսնի ես քեզ։ Իսկ ուր է տարվա մեր եղանակը, այն 5-րդը, միթե չի գալու։ Սա էսե չէ պատերազմի մասին, ոչ էլ նամակ դիրքերից, մորս ձեռքի աշխատանքն է, կամ էլ սրտի։ Արցախից ինչ-որ մի տանը կարմիր դարպասներով մեծ այգիով ու գեղեցիկ տանիքով մամաս ուներ իր սիրած անկյունը, դա իր կարի մեքենայի անկյունն էր։ Լուսաբացին հենց արևն ուզում էր դուրս գալ, մաման քաշում էր վարագույրը, որ մեքենան արևի շողերի երես տեսնի։ Ու այդ ամենը այնքան հոգատարությամբ ու սիրով էր անում։ Հիմա երևի տան ծեփոնները ծածկել են մեքենան։ Այդ կարի մեքենան գյուղում նենց լուրջ հարցեր ա լուծել։ Ուրախ ու տխուր առիթների ա մասնակցել, այնքան շոր ա կարել ու կարկատել, այնքան զինվորի ա ճանապարհ դրել, այնքան երեխեք ա դպրոց ուղարկել։ Ամեն մի նոր շորից հետո իրենից գոհ ժպտացել ու անցել առաջ։ Մի անգամ մեր կողքի գյուղի ծոյի կինը, որը բավականին դժգոհ կին էր, որոշում է, որ ինքն արդեն ծեր է ամուսնու տաբատը կարելու համար եւ ուղարկում է մորս։ Ծոյին դեռ մանկուց եմ հիշում։ Շատ էր գալիս մեր տուն։ Ինքն իմ հաղթահարած վախերի հերոսն է։ Հենց ծոյին տեսնում էի, դադարում էի վախենալ մթությունից, մեզ շատ մոտ ապրող թշնամու ծարկերի ձայներից, մեշոկ պապիներից։ Ծոն միշտ ասում էր, ռիսկը գործի կեսն է։
Ճիշտ է, հիմա տարիքս հուշում է, որ այդ խոսքերի հեղինակն իրականում Ծոն չէր, բայց ես ուզում եմ հավատալ Ծոյին։ Չնայած նրան, որ մայրս Ծոյի կնոջից տարիքով ավելի մեծ էր և տեսողությունն էլ հորս նման հավատարիմ չէր մնացել մորս, այնուամենայնիվ մայրս իր գործի վարպետն էր։ Մորս փոքր մարմնի մեջ այդքան մեծ սիրտ դնելու միտքը հավանաբար սատանայինն է եղել, որ մայրս միշտ նեղության մեջ լինի։ Լույսը բացվելուն 2 ժամ էր մնացել, երբ իմացանք, որ կողքի փողոցի Շուշիկ տատիենց կտուրն էլ չկա։ Մայրս որոշեց, որ երկնքից թափվող անձրևի տակով, որն ի դեպ իր օպտիմիստ լինելու հետևանքով էր անձրև դարձել, պիտի գնա ու Շուշիկ տատու թոռներին մեր նկուղ իջեցնի։ Գնալով վիճակը դառնում էր ծանր։ Բժիշկների լեզվով ծայրահեղ ծանր։ Ու այդ ամենին հակառակ միակ խոսքերը, որ մեջս մնում էր այս օպտիմիստ կնոջ հետ խոսելուց հետո, դա Ծոյի տաբատի ծալքերն էին։ Հետո կապն ընդհատվում էր ու Շուշիկ տատուց էլ, տան կտուրից էլ ոչինչ չէր լսվում։ Լուրերով էլ բան չէին ասում։ Մերոնց հետ կապի դուրս գալը բախտի բան էր։ Չգիտեմ ոնց էր եղել, ժամը գիշերվա 4-ին աչքս կպել էր, հիշում եմ, որ հեռախոսի զանգից մեղավորի զգացումով վեր թռա։ Իմ մանկության Ծոն այդ գիշեր մեռավ։ Իմ բոլոր հաղթահարած ու չհաղթահարած վախերի հերոսն, ով ասում էր, որ ռիսկը գործի կեսն է, թքեց բոլոր տեսակի գործերի ու հերոսությունների վրա ու կախվեց։ Նա, ով սովորեցրեց չապրել վախով, մեռավ հենց վախը սրտում։ Իսկ մաման, ով Ծոյի առաջ միշտ հաց էր դրել, այդպես էլ չեկավ քաղաք, որովհետև վստահ էր, որ այդ գյուղում, որտեղ վաղուց մարդ չէր մնացել, կգտնվեր մեկը, ով Ծոյին հողին կհանձներ։ Ու հոգեհանգստին տաբատը պիտի ծալքեր չունենար։ Հարցազրույցներից մեկում նա ասել է, ես պայքարում էի սիրված լինելու համար։ Ում էր ուզում ստիպել, որ իրեն սիրի։ Հորս, ու չի ստացվել։ Հանդիպել ենք, շփվել ենք, բավականին երկար զրուցել ենք իրար հետ։ Գուցե եւ հիմա չուզեի այդ հանդիպումը։ Շատ բան է փոխվել հիմա իմ կյանքում, ինչի համար իրեն շնորհակալ եմ։ Ինքն ինձ սովորեցրել է ոնց պիտի սիրես երեխայիդ։ Այդ մարդն ինձ չի սիրում, հոզորով չի։ Ինա Կարապետյանը հաղթահարելով դժվարություններ ստեղծել է իր ընտանիքը, որը ցավոք սրտի եւս ավարտվել է ամուսնալուծությամբ։ Լավ հարաբերություններ ունեն, որովհետեւ դա պիտի միան տեսնի։ Եթե չարացած լինեի, չէր լինի այդ հարաբերությունները։ Ինքն իմ երեխայի հայրն է, ում ես իմ երեխայի համար միշտ շնորհակալ եմ լինելու, բայց ինքն են տղամարդը չի, ում հետ որ ես իմ ամբողջ կյանքը կկապեի։ Ես ամուսնացել եմ ուրիշ տղամարդու հետ, բաժանվել լրիվ ուրիշ տղամարդուց։ Չեմ կարող բացատրել ոնց է այդ փոփոխությունը եղել, բայց ես 2 հոգու կռվի մեջ միշտ ընտրում եմ ինձ, եթե դիմացինս մայրս կամ երեխաս չի։ Մարդ իրավունք ունի սխալվելու, բայց ոչ անդադար։ Եթե մարդ ուզում է գլուխը տա պատին, կարող ես զգուշացնել, որ գլուխդ կկոտրվի։ Եթե երկրորդ անգամ ա ուզում տա, ոտքդ ոտքիդ պիտի գցես ու նստես նայես։ Համացանցում եղան լուրեր, որ Ինա Կարապետյանն այդ ամենից հետո նշանադրվել է։ Ինչ է կատարվում անձնականում այսօր։ Միշտ ամեն ինչ լավ է, նույնիսկ երբ ամուսնալուծվում էի, ինչ վերաբերվում է նշանադրվելուն, դա էլ վատ ավարտ ունեցել։ Ես շատ արագ կանխել եմ, որ չգնա դեպի այլ քայլ։ Լիարժեք ընտանիք ես իմ երեխային էլ չեմ կարող տալ, եթե դա նրա հայրը չի, էլ ինչ լիարժեք ընտանիք։ Ես այլևս տղամարդկանց լուրջ չեմ վերաբերվում։ Հոգնել եմ տղամարդկանց ասելուց, որ իրենք այդ բառին ավելի պիտի համապատասխան լինեն, քան ես։ Ինձ կյանքը դարձրել է իմ երազանքների տղամարդը։